Սիրելի հայրենակիցներ, մեր հերթական հաղորդումը նվիրելու ենք Սասուն նահանգի, ավելի ճիշտ է նահանգ ասել, սովորաբար Սասուն ասում ենք Սասնա երկիր, եւ երկիր ենք ասում հենց նրա համար, որ Սասունը գավառ չի, այլ մի ամբողջ երկրամաս է, որ ունի գրեթե 9-10 գավառներ, բաղկացած է ուրեմն բոլորն էլ լեռնային 9-ից 10 գավառներով, դրանք են օրինակ Շատախը, Խաբլջոզը, Խիանքը, Խուլպը, Փսանքը, Տալվորիկը, Խարզանքը, Վերին գավառը, Սասնու արևելյան հատվածում նույնպես իրականում Սասնու մաս է կազմում Խութ, Բռնաշեն եւ Մոտկան գավառները։ Այսինքն բավական թվով գավառներ ունի եւ այս ամենը միասին հիմք են տալիս ասելու, որ Սասունը պարզապես ճիշտ է երբեք այդպիսի վարչական միավոր չի եղել, բայց իր զբաղեցրած տարածքով, այսինքն մի երկրամաս, որը ուներ մոտ 10 գավառներ, ինքը կարծես լրիվ իրավունք ունի նահանգ կոչվելու։ Մոտավորապես պատկերացնելու համար, թե որքան սահմաններ է ընդգրկում Սասնու երկիրը, համեմատության համար ասեմ, որ կարող ենք համեմատել օրինակ ներկայիս մեր Սյունիքի մարզի հետ։ Ինչու հատկապես Սյունիքը ընտրեցի համեմատության համար, որովհետև նաև բնաշխարհով իրար շատ նման են, այսինքն երկուսն էլ լեռնային են եւ բավական կտրտված բնաշխարհ ունեն։ Սասունի գավառներում մենք գավառների մոտ կեսում վերջին տարիներին առիթ ենք ունեցել շրջել եւ լինել բազմաթիվ գյուղերում, բայց ավելի ամբողջական վիճակով, որ գրեթե տվյալ գավառի բոլոր գյուղերն ենք անցել, դրանք հատկապես Շատախն է, Տալվորիկը եւ մի փոքր ավելի թերի ենք շրջագայել Խութ, Բռնաշեն եւ Մոտկան գավառներում։ Ելնելով այս հանգամանքից ես մտածում եմ, որ հենց Սասունին անդրադառնալով դեռ այն գավառներ, որ ավելի ամբողջական պատկերացում ունենք, քանի որ հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր գյուղերը այցելել, ուրեմն սկսեմ բնականաբար հենց այդպիսի գավառներից։ Դրանցից է օրինակ Շատախը։ Միշտ Շատախ անունը տալիս երևի հարկ է հիշել կամ հիշեցնել, որ մեզանում ավելի հայտնի նույն անունով գավառը բոլորովին ուրիշ մի տարածաշրջանում է գտնվում, այն հայտնի պատմության մեջ մանավանդ հերոսական ինքնապաշտպանության առումով 1915-ին տեղի ունեցած մարտերի օրերին նշանավորված հատկապես Վանի նահանգի կամ Վասպուրականի Շատախն է, պատմական անձևացյաց գավառը։ Իսկ ահա նույն անունով փաստորեն նաև Սասունը ուներ մի գավառ երկամասի ծայր հյուսիսում, Տավրոսի լեռնաշղթայի ջրբաժան գծից ճիշտ հարավ, որը նույնպես կոչվում էր Շատախ անվամբ։ Դրա համար տարբերակելու համար միշտ շեշտվում է Սասնո Շատախ կամ Վանի Շատախ։ Ուրեմն միշտ այս տարբերակիչ տեղանունն էլ շեշտվում է, որպեսզի շփոթ չլինի։ Սասնո Շատախ գավառը Սասունի բոլոր մնացած գավառների համեմատ կարելի ասել անշուշտ համեմատության մեջ, բայց ամենահարթավայրայինն է։ Այսինքն գավառ, որը ունի բավական, ասենք, հողագործության համար, ցանքսերի համար հարմար տարածություններ։ Սա մի եզակի գավառ է այս իմաստով, որովհետև մնացած բոլոր գավառները այնքան լեռնային են, որ եթե եւ մեծ թեքություններով լեռնալանջերով, որ եթե միտեղ ուղակի մի քանի տասնյակ մետր ընդամենը գոնե տանելի թեքություն է եղել, ճիշտ այդտեղ գյուղ է գոյացել։ Այսինքն Սասնա մնացած գավառների, օրինակ հենց Տալվորիկ գավառի գյուղերից ոչ մեկը հարթ տարածություն չունի։ Այգիները, ցանքսերը ամենը դարավանդաձև, մշակված, լեռնալանջերով
տարերից ի վեր գոյություն ունեցող առուների շնորհիվ ոռոգված եւ ուրեմն սակավ հողային տարածքներ ունեցող ուրեմն գյուղերով են պատված Սասնո մնացած բոլոր գավառները։ Եվ ահա ամենահողաշատ շատախ գավառի գյուղերն են Շենիկը, Սեմալը, Գեղաշենը կամ Գյուղաշենը, երկու ձևով էլ հիշվում է մեր պատմության մեջ, Շուշնամերկը, Տապք եւ Երիցանք գյուղերը, Կոփ կամ Քոփը, Գերմավը կամ Ջերմուկը, Զեյնքը եւ հատկապես պատմության մեջ իր հերոսական էջերով նշանավորված Ընկուզձորը կամ թարգմանաբար քրդերեն Գելեգուզանը։ Գելեգուզան հենց Ընկուզձորի հայերեն խոսքի թարգմանությունն է, որ հիմա թուրքերն էլ պաշտոնապես վերանվանել են իրենց լեզվով թարգմանելով Ջևիզլի դերը, ուրեմն մի երկրորդ անգամ արդեն թարգմանվել է հայերենից հետո նույն իմաստը պահելով։ Շենիկը, Սեմալը իհարկե պատմության մեջ նույնպես հերոսական էջերով նշանավորված գյուղեր են, այս գյուղերը ծննդավայր են բազմաթիվ մեր խիզախ ֆիդայիների եւ այս իմաստով չեն զիջում Սասունի մյուս գյուղերն էլ։ Եվ Սասունը այն երկամասն էր, որի հայ գյուղերը ոչ թե միայն 1894-96 թվականներին, այսինքն Համիդյան ջարդերի օրերին, եւ ոչ թե միայն 1915-ին Մեծ Եղեռնի օրերին, այլ Սասունը շատ ավելի, սկսած 1860-ականներից 1892-ին, 94-ից 6-ը դե ինքնաբերաբար Համիդյան ջարդերի օրերին, 1900-ին, 1904-ին, այսինքն ընդամենը մի քանի տարիների ընդմիջումներով Սասնո գավառների գյուղերը պարբերաբար ենթարկվել են թուրքական բանակի արշավանքներին, հարձակումներին, ինչու որովհետև այս գավառը որոշ առումով իր կիսանկախ վիճակը գավառի ազգաբնակչությունը դեռ կարողանում էր պահել։ Տուրքերի իմաստով, ներքին կառավարման իմաստով կարողանում էր ուրեմն ինչ-ինչ արտոնությունները իր ձեռքում պահել եւ սա գալիս էր դարավոր հնավանդ ուղղակի երկամասի բնակչության ազատատենչ ոգուց էր բխում այս երևույթը, որը որ թուրքական իշխանություններին դեռ Օսմանյան ուրեմն դիապետության շրջանից արդեն դա բնականաբար դուր չէր գալիս, հանդուրժելի չէր եւ հենց այս պատճառով ոչ թե միայն ցեղասպանության ուրեմն շրջանում, ինչպես Համիդյան ջարդեր եւ Մեծ Եղեռն, այլև դրանց միջանկյալ եւ դրանից ավելի վաղ ընկած շրջանում էլ այս գյուղերը պարբերաբար ենթարկվել են հարձակումների, հրկիզումները, թալանը, առևանգումը, կոտորածները ուղղակի գոնե 19-րդ դարի ամբողջ ընթացքում սասունցիների կարծես կյանքի կերպը լինեին։ Մեր այցելությունները Շատախ գավառում սկիզբ առան Շենիկ գյուղի կողմից։ Եվ առաջին գյուղը, որ այցելեցինք, Շենիկն էր։ Շենիկը ունեցել է անշուշտ ինչպես բոլոր մյուս գյուղերը, ասենք իր եկեղեցին եւ գերեզմանոցը եւ հայկական հուշարձանների առումով հատկապես հենց այս կարգի հուշարձաններն են միշտ հարցուփորձով փորձում գտնել կամ գոնե դրանց մնացորդները։ Շենիկում պարզվեց, որ երկու եկեղեցի է եղել։ Մեկի տեղում ուղղակի արտ էր, մյուսի հետքերը կային։ Կար նաեւ գերեզմանոցը դեռ մի քանի պարզ խաչքարերով հանդերձ։ Իհարկե ակնհայտ ամեն մետի վրա տակնուվրայություններով գանձախոսության նպատակով։
Շենիքից հետո հաջորդ գյուղը Սեմալն է։ Սեմալի եկեղեցին կանգուն վիճակում տեսել է ֆրանսիացի հետազոտող Ժան-Միշել Թիերին։ Նա լուսանկարել է 1970-ական թվականներին եւ բոլորովին կանգուն։ Ինչպես որ տեսնում եք դուք հիմա, սա ուրեմն Ժան-Միշել Թիերի կատարած լուսանկարն է։ Ահա մեր այցելության ժամանակ եկեղեցատեղին կար միայն, որի մասին բնակիչները, քուրդ բնակիչները մեզ պատմեցին, որ թուրքական բանակը 1996 թվականին հիմնահատակ ոչնչացրել է։ Բանակն է, բանով, բուլդոզերով։ Բանակը ոչ է, դարձ տարիք է, 96-ին։ Ռմբակոծել են, թե ինչ են արել։ Թե բուլդոզերով ասեց։ Չոն է զերի մեծ բազմիշտ։ Ահա ուրեմն արդեն գոյություն չունի նաև Սեմալի եկեղեցին, որտեղ սա էլ քանդվել է փաստորեն համեմատաբար կարելի ասել վերջին տարիներին 1996-ին եւ հիմնահատակ բանակի ուժի գործադրմամբ։ Գեղաշեն կամ Գյուղաշեն գյուղը մեր հաջորդ հանգրվանն էր Շատախ-Գավառում եւ այս գյուղի մոտ մեզ ուրեմն քրդեր առաջնորդեցին մի եկեղեցատեղի, որ իրականում ինքը հնում եղել է վանք, Սուրբ Աթանագինե անվամբ, եւ ահա այս վանքի տեղն էր, որ հատակագիծը գոնե նշմարվում էր։ Ուրեմն տեղն էր, որ գյուղից դուրս 1-2 կիլոմետր հեռավորության վրա Նոսրանտար մի վայրում առիթ ունեցանք մենք վանքը տեսնել, վանքի ավերակները։ Վանքի հետ կապված միայն ասեմ, որ 1849 թվականին ըստ երևույթին հերթական, բայց վերջին հիմնավերակառուցմանն է ենթարկվել։ Փաստորեն 1849-ից հետո միանգամայն շեն վիճակում նորակառույց եկեղեցի է եղել։ Վանքի ավերակների մեջ նշմարվում էին նաև մի քանի տնատեղերի հիմքեր, որ հավանաբար ուխտավորների կամ միաբանների կացարանների մնացորդներն էին եւ շրջապարսպի հետքեր։ Kida hareket ya.
Հաջորդ գյուղը, որ Սասունի Շատախ գավառում մենք հնարավորություն ունեցանք այցելել, դա Շուշնամերկ գյուղն էր։ Շուշնամերկում եկեղեցին գոյություն չուներ, Սուրբ Մինաս եկեղեցին հիմնահատակ ավերված էր, բայց կար դարձյալ ուրեմն կար գերեզմանոցի մնացորդները, որի տարածքում ընկուզենիներ էին տնկել, ընդամենը մի քանի տարի առաջ, բայց ուրեմն այդ նորահիմն այգու ծառների միջև դեռ երևի 2 տասնյակի չափ սալատապաններ տեսանք եւ մի քանի պարզ խաչքարեր, որոնք ավելի իրենց ոճական գեղարվեստական առումով թեկուզ անարձանագիր էին, բայց կարելի էր թվագրել ավելի ուշ տարերով, 16-ից 17-րդ դարերով հատկապես։ Շուշնամերկից հետո մենք այցելեցինք Տապք գյուղը։ Տապքը Սասունի Շատախ գավառի մոտ 10 գյուղերի մեջ միակն էր, որ օրինակ արդեն 1892 թվականին ուներ նաև մոտ 20 տուն քուրդ բնակչություն։ Մնացած բոլոր գյուղերը զուտ հայաբնակ էին։ Ահա այս գյուղի մոտ գյուղի տարածքում ուրեմն նորից եկեղեցու հետքերը չկային, բայց գերեզմանոցի մնացորդները մի քանի խաչքարերի մնացորդները ուրեմն կարողացանք դրանք տեսնել։ Այնտեղից ասում է Şimdi oraya kadar. Մինչև այն Tam o dileke kadar. մինչև այդ Hepsi սույնը bunlar mezardır. բոլորը Hepsi mezardır. Burada evet. Իրա մայրը հայա։ Այս մարդ։ Aha buradan, Այստեղից, aha buradan böyle oraya kadar. Hepsi այստեղից մինչև այդտեղ բոլորը գերեզման է։ evet mezardır. Bir taşına bakalım. Մի հատ էլ այստեղ քար կա։ Բա ինչ են արել այդ քարերը հարցին։ Պատմեց ակում։ Bu taşları onların üzerinde. Էսի իրանց քարերը։ Evet. Ասում են, որ եղբորս տղեն գար, բոլորը վերցրեց այդ քարերը, տարավ իր համար դուն սարքեց։ Եթե արեցի մեղ կա, ինչի ես անում, հորեղբորս տոյն ասեց, հա, դու որտեվ քո մայրդ, քո քերիներդ հայ են դրա համար ես ասում, հա։ Şimdi evimize Helal. gidelim. Bir çay içerim ondan sonra. Ասում եմ մի հատ Մերդունը գնանք, մի հատ թեյ խմենք, dրանից հետո ինչ որ անենք, անենք։ Ya bizim dağımız olduğunu için de evimize gidelim bir çay içelim. Հա, որովհետև մենք ազգական ենք, գնանք Մերդունը մի հատ թեյ խմենք անպայման։ Գյուղի մոտ ավելի մոտ կարելի ասել ոչ թե Տապքին, այլ Երիցանք գյուղին կար ուրեմն ձորակի ձախ կողմում մի առանձին կանգնած բլուրի վրա գյուղից հեռու մեկուսի դիրքով գերեզմանատուն եւ կիսավեր եկեղեցի։ Քոփ գյուղում այլևս ոչինչ չէր պահպանվել, թե Սուրբ Կարապետ եկեղեցին էր ոչնչացված, թե գերեզմանոցը անհետացված, եւ Քոփում կամ Կոփում մենք փաստորեն հայկական հետքեր գրեթե չնշմարեցինք։ Գերմավ կամ Ջերմուկ գյուղը գրեթե ամայի է ներկայումս, գոնե ձմռանը ոչ մի տուն բնակիչ չի մնում այդ գյուղում,
Հարկ է նշեմ այս առիթով, որ Գավառի գյուղերի մեծագույն մասում, եթե նույնիսկ ձմռանը բնակիչներ են լինում շատ փոքր թվով, այսինքն ամառվա բնակչության 1/10-ից պակասն է ձմեռում Գավառի գյուղերում։ Վերջին ամենակարևոր գյուղը, որի դեպ ասեմ, վավերագրերի մի մասում Շատախ Գավառի հաշվին է դրվում, բայց որոշ վավերագրեր այս գյուղը Հարևան Տալվորիկ Գավառի վարչական շրջանի մեջ են դնում, սա ընկուզձոր կամ ինչպես ասացի քրդերեն Գելեգուզան կոչվող գյուղն է։ Գելեգուզանը կամ ընկուզձորը թվարկածս մնացած բոլոր գյուղերից նախ եւ առաջ տարբերվում է իր բնաշխարհով, որ արդեն գտնվում է խորանդունդ մի ձորակի հովտում եւ բավական անտառներ ունի իր շուրջը, չունի ընդարձակ հարթ տարածություն եւ դրա պատճառով գյուղի ընդարձակման հնարավորությունն էլ չի ունեցել, փոխարենը գրեթե 8-ից 10 կիլոմետր երկարությամբ ձգվող ձորի հովտի մեջ մոտ 10 թաղերի է բաժանված եւ յուրաքանչյուր թաղ ունի իր առանձին անունը, բայց սրանք միայն թաղեր են, այսինքն գյուղը մեկն է եւ հնում էլ համարվել է մեկ գյուղ եւ այս իմաստով Գելեգուզանը կարծես դարպասն է եւ սկիզբն է իր նման Սասնո բազմաթիվ գյուղերի, որ նորից յուրաքանչյուր գյուղ շատ հաճախ ունեցել է առանձին թաղամասեր, երբեմն բուն գյուղից բավական հեռու եւ եթե նույնիսկ մոտիկ, տեսողական իմաստով մոտիկ, բայց ասենք 1 կիլոմետր տեսողական ուղիղ գծով հեռավորության գյուղը, օրինակ կարող եք հասնել մոտարապես կես օր գոնե մի 15-10-15 կիլոմետր ասենք քայլելուց հետո, ինչու որովհետև այնպիսի խոր կիրճերով են գյուղերը մեկը մյուսից բաժանված, որ տեսողական շատ մոտ է երևում, բայց գյուղից գյուղ հասնելու համար ժամեր, ոլորապտույտ ճանապարհներով պիտի վայրեջքներ եւ վերելքներ կատարենք, որպեսզի մի գյուղից հասնենք մյուս գյուղը կամ նույնիսկ մի գյուղից իր մի թաղը, ինչպես օրինակ Գելեգուզանն է։ Գելեգուզանը կամ ընկուզձորը մեր պատմության մեջ նշանավոր է եղել հատկապես նրանով, որ թուրքերի հարձակումների ժամանակ այս գյուղը Շատախի շրջանի, Սասնո Շատախի համար, մնացած այդ մոտ 10 գյուղերի համար ամենաապահով վայրն է նկատվել եւ ընդհանրապես նաեւ փրկվածների կոտորածից զերծ մնացածների թվականակով այս գյուղից սերող սասունցիները ավելի մեծաթիվ են, ինչու որովհետեւ արդեն բնությունից ավելի ապահով պայմաններ ուներ, քան քիչ առաջս հիշատակած ուրեմն ավելի դաշտավայրային գյուղերի բնակիչները։ Մերգան, Բերբեր, Kilis, Xoşur, Racalan, İsro, Bedo, Ambar, Çok. İstediğin kadar. Tagamazlarını. Sahibi Muş'ta mı? Amca, Geze asıl. Apo. Peki bu kadar siz her taraf Türkiye'den başka ülkeden geziyorsunuz. He. Lazım ki sen çok dil bilmesi lazım. Eskalasıma man eskalis Türkiye tarper teğer. Betke lezuner imanas tarper tesa. Լավ ասում։ Հեշտ չի։ Sana kafan şeye bulaşıyor. Neye? Ermenim şey. Altınlara Otunlara yoksa kilise. düşünüyor. Asma koxel ki daşxaduma hayeri voskileri uçan. Ganzeri beraber yani. Ընկուզձորը Շատախի վերջին գյուղն էր, Սասնո Շատախի, սրանով ամփոփում եմ Սասուն նահանգին կամ երկրամասին նվիրված մեր ծանոթության առաջին բաժինը,
Հաջորդիվ կներկայացնեմ նաև Տալվորիկ գավառը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։